տեսնենք ուր կտանի ես համագործակցությունը մենք ենք Գյորմամիշը ասել է պարոն Չախոյանը ամբյոնից թե դուք որ վեհարանում ձեր առաջնորդի նկարն եք ճպացրել ինչ զրույց ազգային ժողովի ամբյոնից ինչ բարամթերք քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը իդեպ դեռ ընթանում է հուսամ եթերի ընթացքում որոշ գոհարներ էլի կհայտնվեն եթերում Տարոն Չախոյան ազգային ժողովի նիստում անդրադարձել է ուժեղ Հայաստանի Նարեկ Կարապետյանին անդրադարձին Հայաստանի Հանրապետության քարտեզը չվերցնելու քայլին իդեպ այս անպայման պիտի ասենք ներկայիս Հայաստանի քարտեզն էին բաժանում իրանք չվերցրեցին այդ քարտեզը ասելով որ չէ մենք համաձայն չենք այս քարտեզի ոտքի էլ չկանգնեցին եթե հիշում ես բանը հիմնի ժամանակ օրդներքի ժամանակ որտեվ ախր դա ոչ կուսակցության չի պատկանում դա երկրի օրդներքն է այմարդ հարգանքը դրա նկատմամբ է ոչ թե բան են էլի չունեն Ումար դուք երկրի քաղաքացի ես ազգային ժողովի պատգամավոր ես ոտքի կանգնի չէ մենք ոտքի չենք կանգնում դարպես այս քարտեզի շուրջ կռիվը մի օր կպրծնի թե չէ Ես որ ինչ խակ հասարակության եւ խակ ընդդիմության եւ խակ համակարգի արդյունք է էլ որովհետեւ չեմ կարծում այս օրերում կա մի երկիր մի քիչ թե շատ իրեն հարգող պետություն ենել ազգային ժողով բարձրագույն մարմին որ քարտեզի հետ կռիվան ինքն իր քարտեզի հետ հաշ չլինի էս մերը չի այն մերն է մենք sense պիտի լինին էս եղբայր այդ չի մեր քարտեզը բայ որն է Յա, բանի այդ ինչ էին ասում այդ ինչ պայմանագրով Ինչ պայմանագրով Դե Վիլսոնի եսին ինչով եսին Սպանիկ այդ Վիլսոնի պայմանագրով էր ես սպանեցին այդ Վիլսոնի պայմանագրով Այս ասեցին որ կորցրինք սա հասկանում ես սենց են կարել որ մի հատ պատմությունը նայեն թե ինչերի մեջով են կանցել ինչի սենց եղավ կհասկանան որ 6 Ախր իրանք դա բոլորովին չի հետարքրում բոլորը իրանք ասում են մենք մի նպատակ ունենք ինչ երկիր ինչ ազգ մի նպատակ ունենք ներկայիս կառավարությունը տապալելն է վերջացավ էսա իրանք ամբողջ քաղաքական բանը սպեկտրումը այսպես ասենք մոտեցումը այդ ամենակ ուրիշ բան չգիտեն իրանք ոչ չեն մտածում են այդ ուղղությամբ Այմարդ գոնե տենց մի բան անեք ժողով արեք մի բան որոշեք մի բանի մասին խոսեք որ մարդիկ ասեն սրանք էլ են մարդեր սրանք էլ ինչ-որ բան ուզում են անել բացի ներկայիս իշխանությանը հակառակվելուց ուրիշ ոչ մի աջենդա չունեն իրանք այսօր Եղոյանը լավ ասեց ամբյոնից շատ լավ ասեց սա եկել եք պատգամավոր եք դարձել հեսա ոնց լինի հանդիպումներ է լինելու Իրանի հետ Հայաստանի հետ բան հələ մի հատ գնացեք Իրանի դեսպանին ասեք որ բանը ասենք այնտեղ խոյը իմ հայրենիքն է Ուրարտուն իմ մի հատ ասեք հələ Պարսկահայք մի հատ այնց արտահայտություն արեք կամ գնացեք Վրաստանի մոտ դեսպանի մոտ կամ վարչապետի հետ հանդիպումներ կլինի մի հատ ասեք Վրաստանը մեր հայրենիքն է որտեղ պատմական մի ժամանակաշրջանում ասենք հա Ջավախքի մի շրջան եղել է Հայաստանի մի մաս գնացեք ինչի եք Թուրքիային կպել որ հրահրեք որ մանավանդ որ թշնամի է մանավանդ որ գիտեք վնասում է մանավանդ որ գիտեք ուզենա լիքը վատություններ կանի ու անում է ինչի եք դուք հրահրում ավելի իրավիճակը դե վրացիների հետ գնացեք ասեք Ջավախքը իմ հայրենիքն է տեսեք ինչ կլինի հայ-վրացական հարաբերությունները չեք ասում չէ Պարսկաստանի հետ գնացեք ունենք չունենք երկու հատ նորմալ հարևան ունենք գնացեք դրանց հետ էլ կռվեք ասեք Ուրարտուն ոնց թե մեծ հայքի լիճն է աղբեր ջան Ուրարտու կամ Կապուտան մի հատ տեսնեմ ինչ կլինի հայ իրանական հարաբերությունները Պարսկահայք ասեք մի հատ գնացեք Վրաստանի հյուսիս բան մի պահել կա էլի ես նկատել եմ այդ տեսակ մարդկանց թվում է թե այդ խնդրը մենակ իրենք ունեն ամբողջ աշխարհը սա նորմալ է մենակ մենք ենք որ տես առաջ ունեցել ենք հիմա չենք ունեցել այմարդ նայեք մի հատ քարտեզը ամեն փոփոխությունների նայեք երբեք ոչ մի մնայուն բան չկա մեկ նրանն է մեկ այս շրջանում նրանն է այն շրջանում նրանն է այն շրջանում նրանն է վաղն էլ չգիտես ինչ կլինի հա բայց այս պահին մենք ինչ ունենք ինչ հնարավորություն ունենք կամ ինչ կարող ենք անել որ այդ հարցը բարձրացնում ենք բացի խայտարակ լինելուց էլի պետք է ասեն հա վայ ձեր ընդդիմությունը որ ուզում է եկեք այս հողերը վերցրեք տարեք ձեզ ամեն անգամ այս հարցերը բարձրաձայնելուց այնպիսի ապտակներ ու բաներ ենք ստացել այնպիսի ցավեր ենք ստացել որ գոնե հիմա այս փուլում երբ որ այս վիճակի մեջ են գոնե կարելի է հիմա պետության ու պետականության մասին մտածել որովհետև ուժնացնում իրավունք աշխարհն էլ շուռ գա ուժնացնում իրավունք երբ որ ուժեղանաս հզորանաս լինես միտեղ այդ հարցերը գուցե եւ գան ասպարեզ ավելի էական բայց այս վիճակով այս հանրությամբ ինչի մասին ենք մենք խոսում
իրավիճակները միշտ էլ փոխվում են քաղաքական, վաղը միսօր չգիտես ինչ կան, դու հիմա նայի ուժեղանալու նայի։ Այ մարդ հերու խեք գնում ադրբեջանցիները 30 տարի չսպասեցին մինչև Ղարաբաղը բան հետ վերցրեցին, չէ։ Սպասեցին մինչև այդքան ուժ ունեցան, որ բան անեն։ Մուլտիկներ էիք նկարում, ձեռ էիք արտում, իրանք բայրակտար էին դրոշակ էիք վառում, դրոշակ էիք վառում, իրանք դաշնակիցներ էին փնտրում, Իսրայելից դրոններ էին բերում, չգիտեմ, բայրակտար էին սարքում։ Այս դուք տեսնում եք ինչ էիք անում, հենա։ Լոփո նայում ես քնչական, ինչ հողեր, ինչ դաչաներ, ինչ բաներ, ինչ, չգիտեմ ինչեր, ապշում ես, ասեն լավ է, այս երկիրը մնաց ընդհանրապես, լավ է, այս հանրությունը մնաց։ Այսօր էլ Ծովագյուղում գայլեր էին տարեպահիտում, իմացաք մենա բաստողին հատուկ խնամքի կենտրոն։ Այդ գայլերը տարեպահի։ Տուգանքը մի րոպե ինչքան է 150,000, այո, շատ լավ են արել, շատ լավ են արել։ Այդ վայրի կենթանուն բերել ես այդ բետոնապատ, այդ բաների մեջ ապրում այմարդ, խիղճ չունեք դուք։ Գայլին ինչի են բերեպահիտում այդ էլ չես հասկանում, գայլը ուր այդ բան չի էլի։ Դա ձեռնգել էլի։ Ռեստորան բան էլ ճիշտ է, չի արդարացվում ոչ մի պարագայում, բայց կան այն արչեր բան է բերում էին կապիկներ ռեստորաններում պահում էին վայ ամեն անստող կալացող մի բան տարուտեր է հարուցված վարչական վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրության պարզվել է որ Ծովագյուղ համայնքի բնակիչ ՄԱ-ն իր տամբակի փակ շինությունում առանց օրենքով սահմանված համապատասխան թույլատվության պահում է 2 գայլ տեսուչների եւ Երևանի մասնագետների համատեղ ջանքերով 1 արու եւ 1 էկ գայլերը անմտանք տեղափոխվել են այգի, որտեղ կենդանիները անցել են առաջնային ատամնաբուժեմ կարծում ես էլ անասնաբուժական զննում պատվաստվել եւ չիպավորվել են ախեղճ կենդանիներին։ Ներկայումս կենդանիները գտնվում են մասնագիտական մշտադիտարկման եւ պատշաճ խնամքի ներքո, քաղաքացու նկատմամբ նշանակվել է 150,000 դրամի չափով վարչական տուգանք։ Կարող է դրանից վախենան, ես չգիտեմ լա։ Դրանք բացողը չեն։ Տեսել ես նկարները տեսել եք, այնքան նշանը նման են այ մարդ, իսկապես որ էլի որ միանգամից հասկանում ես որ այո գալիս է ամբողջ ինչքան որ շուն կա աշխարհում բոլոր տեսակի շները մի տեսակի գալիս են առաջացել, որը հիմա չկա։ Մի տեսակից հետո մարդիկ են տենց այդ խեշ կենթանիներին այնքան բուծել որ ամեն տեսակի արդեն կա տեսել եք այդ մկան չափ փոքրից միջև հսկա այո այսօր պատմական շատ լուրջ օր է եւ Ճապոնիայում այդ միջոցառումները իրականացվեցին այսօր Հիրոսիմա Նագասակի քաղաքների ռմբակոծման տարելիցն է 1 օր առաջ իհարկե արարողություն է տեղի ունենում եւ այդ արարողության շրջանակներում հարգանքի տուրք են մատուցում են 100,000-ավոր նահատակների, ովքեր ատոմային ռմբակոծության պատմության մեջ առաջին եւ հուսան վերջին ռմբակոծության զոհերը դարձան։ Այսօր երբ որ պատրաստում էին նյութին, հետաքրքիր բան բացահայտեցին, որ ասում են, քեզ թվում է մի նյութի տիրապետում ես, մի բան ընթերցես, նոր բաներ ես բացահայտում, հիմա այս դեպքն է։ Ես չգիտեի, որ մի շարք հիմնականում կորեացիներ են մանավանդ Հիրոսիմա քաղաքի ժամանակ նահատակվել, մահացել, հարց առաջանում կորեացիները ու ճապոնացիները։ Պարզվում է այդ էքսպանսիայի ժամանակ, երբ որ ճապոնական կայսրությունը Կորեան գրավել էր այդ թվերին գրաված գաղութներ Ճապոնիայում ինքը այդ տեղի աշխատողներ բան որպես էժան աշխատուժ բերել էր Հիրոսիմա այդ գործարաններ բաներ այդ ամբողջ քաղաքը, որը ինդուստրիալ քաղաք էր համարվում, բերել էր եւ ստրկատիրական վիճակով աշխատացնում էր այս խեղճ կորեացիներին եւ ռմբակոծության մոտ 150,000 ուրեմն զոհ է եղել այդ պահավորից 40,000-ը առաջին պահին են եղել եւ մոտավորապես կեսը կորեացիներ են եւ սա նաեւ կորեական ժողովրդի վիշտն է եւ Կորեայի դեսպանը բան գնացել էին այսօր այդ հարգանքի տուրքը հետո բան էր ախր բայց ես իհարկե բոլորովին չեմ արդարացնում այս քայլ ատոմային ռումբի քայլ նախ 2 ադրում գցեցին մեկ էլ Նագասակի քաղաքում երկրորդը գցեցին որը շատ քիչ է հայտնի այո բայց ախր իրենք հարցակվեցին ճապոնացիները առանց պատերազմ հայտարարելու հարցակվեցին Փերլ Հարբորի վրա ամերիկյան նավատորմի վրա ու ոչնչացին տեղում չկարողացան էլ ծով դուրս գալ ահա որ այդ կամիկաձե բաները օթաչումները իրենց ինքնաթիռներով բանը բենզինը լցնում էին մի կողմ մինչև տեղ հասնելը մենակ ռումբերը գցում էին հետո իրանք էին գնում իրանք ինքնաթիռով ու հարվածում նավերին ահա որ մի բան է ահա որ
եւ առանց զուշացման, այսինքն պատերազմ այդ ժամանակ ինքը պատերազմի մեջ չէր Միացյալ Նահանգների հետ։ Հետո հայտարարեց արդեն ուշ էր այդ բանը դրա եւ դրան ի պատասխան Միացյալ Նահանգները այդ երկուրում բացեցին ոչ բարով ու բայց միանգամից կապիտուլյացիա ենթարկվեց Ճապոնիան միանգամից եւ ամենախայտարակ ձևով եւ այստեղ մի հետարքիր պահել կա այս Ամերիկայի եւ Ճապոնիայի հետ կապված ուրեմն կապիտուլյացիայի պայմաններից մեկն էր մինչեւ հիմա այդ պայմանը կա որ Ճապոնիան այլևս ռազմական արտադրություն չի կարող ունենալ դե իրանք էլ այդ քանի տարին լավ զինվում էին գործարաններով ամեն ինչով միլիտարիստական երկիր էր այո գրավում էր 4 կողմը ինչ կար չկար ասեցին բայց գործարանները մենք ինչ անենք ասեցին մեքենա արտադրենք ասին մենք չգիտենք մեքենա արտադրել ասին մենք ձեզ կսովորացնենք եւ հիմա խնդրեմ արդյունքը ամերիկան ողողվածա ճապոնական մեքենաներով որ լուրջ մրցակից է շատ լուրջ մրցակից Toyota Motors ընդհանրապես աշխարհի մակարդակով մենախախող մեքենան է Toyota-ն Եվրոպայով բանով ամենտեղ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ընդունել է խաղաղության առաքելության հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Անդրեյ Լայթստոունին մոտես ինչ ազգանուններ է Lightstone Արիե Lightstone բան Lightstone ինչ թեթև քար թե ինչ թույլ քար չէ Լուիսի քար Լուսեքարյան հա Լուսակարյան Թարգմանեցինք Վարչապետը կարևորել է Միացյալ Նահանգների մասնավորապես Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում Լուիստոնը Փաշինյանին է փոխանցել նախագահի փոխնախագահ Ջեդի Վենսի եւ պետքարտուղար Ռուբիոյի շնորհավորանքները վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ նա համոզմունք է հայտնել, որ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանը կշարունակի իր առաջնահերթությունները հետևողական իրականացմամբ, ժողովրդավարական ամրապնդմամբ, միտված քայլերով զրուցակիցները Թրիփի նախագծի շուրջ են քննարկումներ ունեցել, մտքեր են փոխանակվել նաև այլ հարցերի շուրջ։ Բաններ էր եկել են ինչեր անունեն վերահսկող Սակալովը ինչ դեմ երևույթ այդից որտեղ եկավ ասավտի չեմ հասկանում ռուս էմիգրանտ էլի բայց հրյա չի ով գիտի ռուսաստանցի հրյա չի ասում են բա հրյա է չգիտեմ կարող է արդեն էսպանիան էական չի բայց եթե նա գրավել է պարոն Թրամփի ուշադրությունը ուրեմն այո ինչ կերպար է էլի պետք է ենթադրել ձեր կողմ էր նա Թրամփը եկել է Կալիֆոռնիայում զանգեց ասեցի հաղորդումից հետո ասիկ տեսնեմ եթե բան կլինի մի երկու րոպե ժամանակ տրամադրեք հյուր գար մեզ մոտ խոսալ նախաճաշ կանենք ինչ հարց կտայի որ գար Թրամփը ես կարելի էր հարցնել Թրամփին բայց գիտես ինչի է եկել ինքը դրամահավաքի այդ գոլֆ հանրապետական կուսակցության համար էս եկող ընտրությունների փող հավաքելու ձերի բանի համար չի գա եկել է փողի համար դի պարզ չի եկել է փող գումարներ, միայն գումարներ, դա։ Այս բանի հետևում եք չգիտեմ, այս լողավազանը, որ կա սպիտակ տան դիմաց, reflecting pool, որ կոչվում է, այդ պատմությունն։ Այման, այս բերկացավ ասեց, խոզի պես են պահել այդ կեղտուտա, հիմա այս սաղ, այս թազակ սարքեմ, այս փուլը կլնի, բան, այս կողմ են կողմ, այդ էլ reflecting pool-ը իր նպատակը նրանումն է, որպեսզի արտացոլի ամբողջ այդ կառույցները իր 4 կողմ գտնվող այդ բանը լողավազանը նա լողանալու համար չի ավազանը այսպես ասենք ու բան արեց թափեց ջուրը բերեց իր այդ ընկերներից մեկին միլիոնատեր նա սկզբից ասեց մի շաբաթում ասեց 1.8 միլիոնում բան կանում 3 ամիս անցել դեռ չկա 18 միլիոնի ծախսերը եւ այդ մարդիկ եկան հատուկ տակը կապույտ բան արեցին իբր թե մասնագետ էին բան 3 օր հետո այդ բանը փոխվեց տակի Եվ այս բաները բռնեցին 3 հոգու ասեցին որ սրանք Թրամփն ամեն տեղ կա իր բերնով ասեց որ դանակով ասում է 300 ֆիտ կտրել են վնասել են այդ բաներ ու նշում է էլի ասում է դեմոկրատները տենց բան կարան անեն մենակ որ փչացնեն փուլը եւ այլն իր դատախազը վերկացավ ասեց հեսա դատի ենք տալու էս ենք անելու 10 տարի մինչեւ այդ բան այն էլ 3 անգամ օլիմպիական բանա սպորտսմենա որ մեղադրում են 3 անգամ օլիմպիադայի մասնակցած Եվ 3 չէ առաջի օրը դատավորը վերկացավ ասեց դուք ոչ մի փաստ չունեք, տենց բան չի եղել եւ բանը մասնագետները բարձեցին որ որակով չի արել գործը, այդ իր ընկերը դրա համար այդ ամեն ինչ եղել ինքը չի ընդունում ու չի ընդունում է
Չի ասում դատավորներ փողեր են լվացել են, ինչի մասնա խոսքը վերջացավ, այդ ինչ պետք էր արել են էլ։ Ծիծաղելի է դառնում արդեն, էլ իսկապես եմ ասում ծիծաղելի է դառնում։ Հնարավոր չի պատկերացնել, թե ինչքան սուտ է խոսում այդ մարդը այմար։ Հնարավոր չի ուղղակի։ Ջրից խոսեցինք, մեզ մոտ էլ են ստեղ ջուր, հիմա մեր մոտ ուտում են թե չէ չգիտեմ, բայց ջրային կոմիտեի աշխատակիցները Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի եւ տխրահրճակ Վիոլա ջրի ներկայացուցիչների հետ Սյունիքում մեծամասշտաբ աշխատանքներ են կատարել Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նորակառույց խմելու ջրի մաքրման կայանի տեխնոլոգիական սարքավորումների փոխանակման հարցում, այդտեղ հսկայական փոստերն է ցույց տալիս, ինչ մեծ ծավալի աշխատանքի ինչ խոսք։ Դրանց թվում են Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի գործող խմելու ջրի մաքրման կայանի ապամոնտաժումը, 6000 խորանարդ մետր օրական հզորությամբ կայանի կառուցումը, ինչպես նաև Ագարակ քաղաքի մատակարարման կայարանի լրացուցիչ 3400 խորանարդ մետր հզորությամբ նոր կառույցի իրականացումը, որը նոր էջ է բացելու տարածաշրջանի ջրամատակարարման հարցում։ Ահա, ամոթել էլի պիտի իրոք լիդի ջրամատակարարումը նորմալ էր, որ թիվն է մի բոր երկիր է գալիս է զիլը այդ գյուղերում կա մինչև սենց շեղ բանալիով ինչ որ ազդանշան է տալիս գյուղացիք դուրս են գալիս դույլերով, մույլերով, ով ինչ ունի ջուրը հավաքի այդ անելու բան, բա պետություն պիտի կառուցենք, պետություն պիտի դառնանք, ջուր գոնե պիտի ունենան մարդիկ, կոյուղու երես պիտի տենան մարդիկ, էվոլյուցիա ենք խոսում։ Կառավարությունը կարծում եմ շատ խելացի բան է արել, նախատեսում է Հայաստանի անկախության 35-ամյակին միջոցառումներ կազմակերպել օտարերկրյա պետություններում գործող 51, ուրեմն լավ, այս այդ թիվը իմացանք, 51 Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում եւ այդ նպատակով կծախսի $1 միլիոն։ Okay. Միջոցառումների գերակշիռ մասը ենթադրում է պաշտոնական ընդունելություններ, դրանք համադրելով մշակութային եւ հանրային դիվանագիտության բաղադրիչների հետ։ Մասնավորապես նախատեսում է կազմակերպել համերգներ, ցուցահանդեսներ, գրքերի եւ լուսանկարների ցուցադրություններ, ֆիլմերի ցուցադրություններ, գիտաժողովներ եւ թեմատիկ ներողություն քննարկումներ, ինչպես նաեւ Հայաստանի պատմությունն ու մշակույթին ժառանգությունը ներկայացնող միջոցառումներ։ Միաժամանակ առաջարկվում է լայնորեն ներկայացնել հայկական խոհանոցը, անպայման։ Արդեն մոտեցանք կորիզին։ Շատ լավ։ Մեր քյաբաբը, Ին ու բարի քյաբաբը։ Չալաղաճը, այո։ Լայնորեն ներկայացնել հայկական խոհանոցը, գինեգործությունը, հայրենական արտադրանքը, դրանք ներառելով պաշտոնական միջոցառումների ծրագրում որպես Հայաստանի զբոսաշրջային եւ տնտեսական ներուժի ներկայացման լրացուցիչ գործիք։ Շատ լավ։ Միջոցառումներին մասնակցել են պետական ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական հատվածի ներկայացուցիչներ։ Բայց էսի 1 միլիոնի չի, էս մի 100 միլիոնից աս է այսօր նայում ես 1 միլիոնով այսքան բան ոնց կարող ես անել։ Մենք որպես դրսում ապրող մարդիկ կարծում կփաստեն, որ պետական առումով միջոցառումները Սփյուռքում շատ քիչ են անցկացվում, եթե անցկացվում են այդ տեղական համայնքների, իսկ համայնքները գիտեք թե որ ուժերին են պատկանում որպես կանոն, եւ այդ ուժերը իրենց ախորժակով, իրենց ճաշակով եւ իրենց փիլիսոփայությամբ են անցկացնում այդ միջոցառումները, որոնք շատ հաճախ Հայաստանի Հանրապետության պետական ոչ շահի, ոչ դիրքորոշման հետ կապ չունեն։ Դրա համար այո, Հայաստանի Հանրապետությունը պիտի թելադրի եւ Սփյուռքին, եւ համայնքներին, եւ այն ուժերին, ովքեր կազմակերպում են, թե ինչ բովանդակությամբ եւ ինչ ծրագրով պիտի լինի պետական միջոցառումը, ոչ թե ով ինչ դառնում են քաղաքական ճառեր, այնտեղ որոշ դրոշներ են ծածանվում, որոնք չպիտի ծածանվեն այս գոնե պատմական փուլում, չեն հասկանում մերոնք այդքան բան։ Դրա համար այո, միջամտի պետությունը։ Այս Սփյուռքի հարցը ես 30 քանի տարի է լսում եմ, էլի, առաջի օրվանից կա տարբեր։ Ախր որտեվ շատ հաճախ կարծեք մի մարմին են պատկերացնում Սփյուռքը իրան։ Ախր բայց Սփյուռքը, ասենք, այսպես ասեմ, մենակ Լոս Անջելեսում վերցնենք, որ լավ գիտեմ, հա։ Այնքան շերտավորումներ ունի, այնքան տարբեր գույնի են, այնքան տարբեր մտածելակերպի են, թե ֆինանսական ամեն իմաստով, էլի, որ որպես մի երևույթ մոտենալ դրան հնարավոր չի, կսխալվեք անպայման։ Մենք արևելահայ մեր բարեկամները միջին արևելքից գաղթած, Պարսկաստանից, լրիվ տարբեր մոտեցում ունեն տարբեր հարցերի, եւ այս ամեն ինչը
բերել ինչ-որ համաձայնության բան, շատ դժվար է։ Հետ որ չի եղերնի օրվա կապակցությամբ ինչքան խնդիրներ ա լինում, չէ՞, ամեն մարդ իր օրն ա նշանակում, չեն կարող համախմբվել, ասեն ամեն տարին էս մի օր է, եկեք ամեն ինչ թողնենք մի կողմ ու միասին էս մի բանը չկա տենց, անպայման մեծվում է դա, որովհետև ում միտինգին, ում երթին շատ մարդ եկավ, իբր այդքան մարդ աջակցում է այս ինչ բանին, հասկանում ես, էս է ամբողջ մեր վիճակը քաղաքականացվում է ու ներկայացնում է իր կարևորությունը այս ամեն ուժը։ Իսկ որ ասում եք արևմտահայ մեր ընկերները, բարեկամները ուրիշ հայացքներ ունեն որոշ դեպքերում, որովհետև որոշ ուժերի հաստատության տակ են այդ մարդիկ, այդ գաղափարախոսություններ ա եղել։ Այո, կուսակցական պատկանելիություն ունեն մեծ մասը իրանցից, այո, եւ տարբեր կուսակցությունների։ Իսկ խոստովանենք թե չէ վերջապես որ քանդվել է այս երկիրը հենց այդ որոշ գաղափարախոսությունների պատճառով։ Քանի որ խոսեցինք այս կուսակցություններից, էլի, Այմարդ, ին վրա անենց բան տպավորություն ա թողնում, դու լինես հասուն մարդ, ցանկացած կուսակցության, ես կարևոր չի այս բանը, դա մասին չի ցանկացած, ու քեզ ասեն, էսա ճիշտ է, դու կասես, էսա ճիշտ է, դու արդեն անձնական կարծիք չես կարող ունենալ։ Ոնց կարելի է տենց ապրել, մի հատ ինձ բացատրեք էլի, ոնց կարելի է, որ ինչ որ գենգենը կենտրոնական կոմիտեն պիտի որոշի քո համար, որն է լավ, որն է ճիշտ, որն է հայրենիքին օգուտ, որն է հայրենիքին վնաս, ու դու պիտի 100%-ով ենթարկվես էլի։ Այմար, ոնց կարելի է տենց մի կյանք ապրել։ Քո տեղը սաղ որոշեն, հա։ Պետք է կուսակցական չլինես էլի, դրա պատասխանը պետք է չլինել կուսակցական։ Ազատ մարդ լինես, էլի, քո մտքով, քո հոգով ազատ մարդ, քո էսթետիկայով, քո բարոյականությամբ։ Ես հիշում եմ, բանում էի աշխատում, տարիներ 90-ականների սկզբ 91 թիվներ ինչն էր, այդ հորիզոն դաշնակցական հեռուստատեսությանը։ Եվ այդ ղեկավարը չկար, ես մի շաբաթ թե երկու շաբաթ ես էի հորիզոնի բանը էլի ու գնում էի իրենց ժողովներին, որտեղ հավաքվում են, ասենք, թերթի, ռադիոյի, հեռուստատեսության, իրենց պրոպագանդայի ոնց որ բանը, շաբաթը մեկ բաներ լինում, հանդիպում։ Ու մեզ ասում էին, թե ինչ կարելի է, ինչ չի կարելի։ Գիտեք ինչ է, ասենք ասում է, այս մարդու անունը պետք է չտրվի մեր մամուլում, ասենք, ինչ որ մեկը չէ ճանաչում ով է, եկե նստել է։ Բոլորը խելոք գլուխները կախ գրում են, հա, մի օր ես հարց տվեցի, ասենց նայեց, այդ մյուսներին անայց ով է, էլի, չի ճանաչում, հա, բան, դա ասին երևի փոխում բաները, հա, ասում է թե եթե իսից ասեց։ Դուք ասեցիք ինչի չպիտի տան այդ մարդը։ Այո, ինչու, ես չեմ ասում չանենք, չէ, բան, բայց իմանամ, Պարույր Հայրիկյանի մասն էր խոսքը, հա, լավ էլ հիշում եմ, հա։ Ասեց Զավագս, եթե ես ասեմ Խավազանս պետք է քովես, տուն Խավազանս պետք է քովես, եթե ասեմ պիտի Վարշավես Խավազանս ունեմ պիտի Վարշավես ասեց, պակեց, всё։ Այսինքն, օրինակ, նույն բանը կար սովետական միությունում, ռադիոն դե հեռուստատեսություն որ աշխատում է, նախագահան մեկը հավաքում են, ասում էր, այս մի շաբաթը ազնավուր երկերը մի տվեք էլ ինչ որ բանում Անգլիայում ինչ որ հակասովետ մի երկու բան ասել, այս մի շաբաթը թող անցնի նոր։ Այսինքն, գոնե բացատրություն են տալ։ Իստեղ էլ չկա։ Էսա եւ վերջ, սրան դիգով է, սրան պիտի պախարակես։ Այդ այնց կապրել կլինի այմա։ Դրա համար է մարդիկ Սևանում գնում խեղդվում են, բայց բարեբախտաբար այսօր փրկեցին 10 բան, քանի տարեկան մի րոպե, աղջինա 5 ամյա, այ մարդ 5 ամյա, մենք 3 էինք այդ ցավոք լուրերը ասում, բարեբախտաբար գոնե կյանքը փրկել են, այսօր 3:30-ի սահմաններում ցերեկը Փրկարար ծառայությունը 3-րդ հանրային լողափում հերթապահության ժամանակ ափից 10 մետր հեռավորության վրա նկատել է երեխայի եւ ջրափրկարարները արագ եւ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել, նրան դուրս են բերել, ափ ցույց են տվել համապատասխան օգնություն ըստ տեղեկությունների փրկված երեխան 5-ամյա աղջնակ է, որի կյանքը այլևս վտանգված չէ։ Կեցեն մեր փրկարարները բայց երեխեք ջան, դուք էլ զգուշ եղեք, հարգելի ծնողներ, ձեր 5-ամյա երեխաներին ուշադրություն դարձրեք։ 5 տարեկան երեխային ոնց կարելի է թողնել առանց ծնողական հսկողության Սևանա լճում 10 մետր խորության վրա, էլի այմար խիճում եք էլի։ Բայց այստեղ մի դեպք կա, որը չեն կարողացել փրկել։ Ապա։ Օգոստոսի 2-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 8-10-ի սահման ոստիկանության համանքային գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը Մեղվի խայթոցի վերաբերյալ կանչով մեկնել է Արզական գյուղ, որտեղ այ գետնակի հարակից տարածքում հայտնաբերվել տղամարդու դի, սակայն մոտենալ չի կարողացել, քանի որ մեղուները հարձակվել են իրենց վրա եւ խայթել անգամ բժշկուհուն։
Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է եւ նրան տեղափոխել են բժշկական կենտրոն։ Ոստիկանները պարզել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Սարգիս On պատկանող մեքենայի փետակները տեղափոխելու ժամանակ մեղուները փետակներից դուրս են եկել եւ հարձակվել ավտոմեքենայի վարորդ Կոտայքի մարզի բնակչի վրա, որը չի կրել պաշտպանիչ հագուստ։ Նա ստացել է բազմաթիվ մեղվի խայթոցներ, ինչի հետևանքով մահացել է։ Այդ ինչքան պետք ես լսել էի, բայց պետք է շատ կծեն էլի, որ մարդը մահանա։ Դե հիմա որ ասեն ինչից մեղավ, մեղվի կծելուց էլի մի քիչ բան, Ձեզ կծել են երբևէ մեղունները։ Իհարկե, մի օր այգում էինք, տենց աղջիկներով, տղաներով տենց քեֆ էինք անում, այն կրետները կան սենց դեղին ու բան գունավոր։ Մեկ էլ աղջիկները օй, ասի ես ինչա որ սենց ճանճ ոնց ես բռնում։ Սենց ձեռով բռնեցի, սատկացրի, գցեցի գետին, առավոտ շտապօգնություն գնացի։ Այո, ես ձեռքս դարձել էր բանի, բոքսորի բանի չափ, չի պատկերացնի որ կարող է այդքան տենց ահավոր ռեակցիա ունենա։ Պարզում է վտանգավոր բան։ Շատ վտանգավոր, հա։ Գանք ուրախ լուրերի, մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայի հայաստանյան մեր հրաշք մասնակիցները իրոք 4 մեդալ են ձեռք բերել, որոնցից մեկը ոսկե մեդալ է, երկուսը արծաթե, մեկը բրոնզե։ Ինչպես նաև մի շարք գովասանագրեր ԿԳՄՍ կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը հայտնում է, որ տեղի է ունեցել 33-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան International Mathematics, որին մասնակցել է 447 ուսանող աշխարհի 135 տարբեր համալսարաններից։ Նշվում է, որ մեր հերոսները Վահան Բաղդասարյանը արժանացել է ոսկե մեդալի, Ռուբեն Համբարձումյանը եւ Ծովակ Եգորյանը արծաթե մեդալների, Ստեփան Գրիգորյանը բրոնզե մեդալի, իսկ Էդգար Հողմրցյանը գովասանագրի։ Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարում էր Կարեն Քերրյանը, իսկ մարզերը Ալբերտ Գևորգյանը, Վազգեն Միքայելյանը։ Շնորհավորում ենք բոլոր հերոսներին, ապրեք, ուրախ ենք շատ որ։ Բայց հետարքիր է, էլի ես չեմ պատկերացնում, երևի խնդիրներ են լուծում մաթեմատիկական, հա, բովանդակային առումով չգիտեմ, հա, էլի դե մաթեմատիկան։ Դե մաթեմատիկան։ մի երկու բան ասեն, էլի մարդ պատկերացնի, ինձ հետարքիր է օրինակ շատ, ոնց է այդ մրցույթները տեղի ունենում, այսինքն ինչն է, ինչքան գիտես, թե ինչքան արագ ես մտածում, թե ինչքան տարբեր ես մտածում, ինչն է էլի այդտեղ հաղթողի հիմնական Ասեմ մաթեմատիկա օլիմպիադա, հա, ինչ որ բանաձևեր ես պատկերացնում, առաջին բան ջուր հաշվարկներ, թվաբանություն, հա։ Ով է մասնակցել։ Ինձ ու քեզ պետք է ուղարկեն այդ մրցույթներին, այ մարդ մաթեմատիկայի։ Այդ աստիճան չեն կարա, այդ աստիճանը։ Կոնցերտ տանք, որ իմանան սա մաթեմատիկան ոնց է լինում։ Եթե կան օլիմպիադային մասնակից ռադիոլսողներ, ընկերներ, կիսվեք մեզ հետ ձեր փորձով, ինչ ասել է օլիմպիադայի մասնակցել, մենք որպես Եվս մեկ լավ լուր, իրավապահները ձերբակալել են Գագիկ Ծառուկյանի մուլտիգրուպի կոնցերնի նախկին գլխավոր տնօրենների խորհրդի նախագահ Սետրակ Արուսամյանին։ Լուրջ է, Նրա փաստաբանը Ազատությանը փոխանցեց, որ այժմ դատարանը քննում է քննչական ներկայացած կալանքի միջնորդությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության կալանավորված առաջնորդը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացում կատարելու համար։ Ըստ իրավապահների մեծահարուստ գործարարը կազմակերպել ավելի քան $21 միլիոն գույքի ապշտակություն իրանցի գործարարներից։ Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են լավ կարող, բայց այդքան միամիտ են եղել այս Պարսիկները, որ կարողացել են մեր բաները էլի քարտուները $21 միլիոն գողանալ այո։ Կատակ չի էլի։ $100 չի պարսիկները, սենց խոսացել են իրար մեջ, այո, պարսիկները։ Հաստատ։ Նա ես ասեմ ինչ ա եղել, բայց դրանց էլի քծած կլինեն, հա։ Ասել են այսքանը ձեզ կտանք, դա այսքանը մեզ, հա։ Հետո դրա կեսը հազիվ տվել են, ասել են բան սենց գնաց Ցեք բան դրա համար մաբիշնիկ են դրանք 21 միլիոն այման։ Բայց պարսիկներն հետարքել է որ խոսել են, էլի երկել են։
Դա էլ է հետաքրքիր։ Թվում է թե կասի համար մեզ պետք է ինչ իմանանք ընդ օլիգարխ մարդիկ են կդատեն իրանց չեն, բա որ հանգստախ շուտ գա մեր դեմ, դո մեզ պետք է այդ առյուծներին մեր վրա քսի տան մեր վրա, օրինակ տենց ջուր բաներ, որտեղ դժվար է պատկերացնել, որ Հայաստանում հանկարծ ջուր օրենք բան կլինի, այս նրանք պարսիկ իրանց երկրից ելած դատի տան, բողոքեն, մերոնք էլ ինձ թվում է ինչ որ ներքին ոնց ասեմ աշխատանքներ կատարվել է էլի մինչև այս փուլ հասնելը դժվար է այսպես մեկը հոպ պարսիկները ասեցին սրանց եկան հավաքեցին տարան չգիտեմ հիմա մի հատ բարդ վերացնել վերնագիր եմ ուզում ձեզ կարդալ որ ես այդ Arm Times-ում ասենք գախնի բան չի հիմա նայեք վերնագիր է ուրեմն ինչա ԱԳԼՃԿ ներում եւ ԱԲԼԿ-ներում պահանջվում է խստագույն վերահսկողություն ԿՏՀ-ՏՄ-ն նախազգուշացնում է Հիմա բացատրեմ ինչ ասել եմ ԱԳԼՃԿ-ներում եւ ԱԲԼԿ-ներում պահանջում է ԿՏՀ-ՏՄ-ն նախազգուշացնում է աստվածին լավ նախազգուշացվեցին կարևոր է որ կարդացի հասկացա լծակայաններն են դեպ հայաստանցի ամեն երկրորդ վարորդ եթե ոչ բոլորը ԱԳԼՃԿ-ն գիտեն ինչ բան է դա մի ահավոր պատմել եմ այդ ԱԳԼՃԿ ուրեմն մինչև մեքենա առներս մեքենա չունեի ժամանակավոր մի հատ մեքենա կար որը գազով էր աշխատում այդ ահավոր մի հատ բան է ոչ թե գազով աշխատել այլ լիցքավորման տեղ գնալը որպես կանոն Դες տարբեր մարդը մանավանդ եթե մի քիչ ցուրտ է լինում, ասենց անպայման չէ կուշկա պետք է հավաքվեն, հերո գրածա չծխել, բայց պետք է հավաքվեն, ասենց ծխեն մինչև 10-15 րոպե լիցքավորվի, էլի սենց զեներա գալի, պետք է հավաքվեն լստեն, հա, մի խոսքով, ընդեկա գրած սպասասրահ, մի հատ փոքր կաբինկայի պես սպասասրահ, որտեղ մտնում ես, դա օդ չկա շնչելու, դա ծուխ է, ու պատկերացրա անծանոթ մի 10-15 հոգի մարդ կանգնած ծխում են ոչ թե կարաս մտնես, ոչ կարաս դա դուրսը կանգնես մի խոսքով։ Առաջի օրերն է տարել եմ մեքենան լիցքավորեմ այդ գազի տեղը։ Գրածա թեյավճար չտալ։ Բոլոր ստանցիաների այդ 8 բլոկի, այդ 8 բլոկների վրա մեծ գրածա թեյավճար չտալ։ Այդ լիցքավորողին։ Okay։ Կանգնեցի այդ վարպետը ասում է շքամ լցեմ։ Ասում եմ դե չգիտեմ ոնց են ասում բան ամբողջական պոլնի ասում եմ հա պոլնի լցրա հոլեղբար ջան պոլնի թե կոնկրետնի ու սենց աշկով է տալի ինձ աստված իմ ասում եմ դե չգիտեմ ինչ պատասխան ասեմ օրենքի եւ բարոյականության սահմաններում փրկում եմ իրավիճակը քո ցավն է տանեմ սխմեց այդ բանը այդ կարմիր գույնի սենց այդ կոճակները ես գնացի ընդ Մեկը դա տղեկ կանել ասում եմ տղեկ ճիշտ ասած չգիտեմ էլի պոլնի ասում լսնեմ թե կոնկրետնի այդ ինչ որ տարբերություն կա ասма ցավը տանեմ եթե ասել ես կոնկրետնի ուրեմն պիտի այդ չեկը որ վճարել ես այդ լիցքավորման համար մեջը 200 դրամանոց կոպեկ դնես թեյավճար թաքուն որ չնկարի տանես 10 իրան որ ինքը ավել լցնի ճնշումը ոյ աստված ասում եմ այստեղ դե հենա գրեք թեյավճար չկան ջնջեք ամեն մարդը որ ուզում է իրոք լավ լսնի թե դա շատ վտանգավոր բան է, դա ճնշումը ավելի է տալիս կամ պայթացնի։ Այդ գազը որ բանա, ասենք մերը բենզինը սլակն է ցույց տալիս ինչքան կա, այդ գազն էլա տեն սլակով ցույց տալիս։ Ճնշումով է բալոնի, բայց այդ որ տալիս ես թեյավճար, ինչ որ դանդաղ է լցնում, նստեցում են։ Չէ, այդ հասկացա, բայց որ դու ուզում ես իմանաս ինչքան գազ ա մնացել, ասենք մեքենա, ո՞նց ես նայում։ Մեջը բան են դնում, այդ դատչիկ կա, 4-ը կետի կա վառում։ Մի հատ կետիկը վառած այդ հոտը այդ բան նախ իքոտը շատ վախում եմ այս այդ բալոններից եթե անկեղծ ասած քանի հատ պայթեց իրար վրա անենց ես չէի ձեռտվել ոչ մի անգամ անենց է տականում այդ որ լիցքավորում ես ձեռտալ չի լինում այդ բան մանավ այդ ամառվա շոկին ու հետևը այդ ատոմային ռումնա այ քեզ Հիրոսիմա Նագասակի այդ չէ գոչ չունենք ավելի լավ թու ճիշտ է այս մեքենաս որ չի ծախսում խմում է բենզին բայց գոնե քեզ ուզած ժամանակ, քեզ ուզած պահին, որտեղ ասես, կանգնում ես վարկանական լիցքավորում ես գնում ես, էդի վայ բենզին չկա, վայ գազ չկա, վայ պիտի կշտեմ գնամ այդ գազալցականներն էլ քաղաքի ծայրամասերում են, քաղաքի կենտրոնում կամ բաներում չկա, հա, ինչեւ գնամ, ինչեւ կանգնեմ, ինչեւ գամ, մի հատ խայտարակ պատմություն։ Ինչեւ է գովազդի պահը։ Այո։
Մեր հարգելի գործընկերներին ասենք, իդեպ այսօր մեր հին ու բարի լավ ընկերը միանում է մեզ եւ դա միայն ոգևորիչ է մեզ համար Ժաննա Գրիգորյանը, հարգելի բարեկամներ, ձեզ հայտնի իր մասնագիտական բարձր ծառայություններով կենսաթոշակի, թոշակի, խնամակալության, քաղաքացիություն ստանալու, քննությամբ եւ առանց քննության, Medicare, Medical եւ մի շարք այլ ծրագրերով կրկին վերադառնում է մեր գործընկերության հատված, ինչի համար մենք շատ ուրախ ենք եւ եւս մեկ անգամ բարի գալուստ ենք ասում։ Մեր գործընկերների ծանոթություններն են եթերում, վերադառնանք եւ շարունակենք քննարկումը։ Եկանք հարգելի բարեկամներ, բարի լույս, բարի երեկո, նայած աշխարհի որ անկյունից եք մեզ միացել, սա դեմ դիմաց հանդիպումն է, Ռաֆայելը եւ Դերենիկը ձեզ հետ են, օլաներ եւ բոնժորներ։ Հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, ասենք ինչ կա։ Գիտեք, զարմանալի բան են գիտնականներն առաջարկել, կարդացի չհավատացի, որոշեցի կիսվել ձեզ հետ։ Ուրեմն, գիտնականները առաջարկել են մինչև 2200 թվականը կրկնակի կրճատել աշխարհի բնակչությունը։ Այդ երեք էին առաջարկել բանը, էլի մի վիրուս բան էսա գցե շրջանառության մեջ։ Չէ, բայց ի՞նչ է նշանակում կրճատել բնակչությունը, ոնց են կրճատելու, ես չգիտեմ, ինչև է։ Չի մանրամասնում, հիվանդություններով։ Բնակչական հեսակակարդա, մոլորակի բնական, կրճատել աշխարհի բնակչությունը ինչի համար մոլորակի բնական պաշարները եւ կենսաբազմազանությունը պահպանելու, ինչպես նաեւ ածխաջրու գազի արտահանումները նվազեցնելու համար։ Այս էլ sensible develop եսիմինչ ամսագրում է, էլի գիտական տպված։ Չէ, բայց կատակ բան չի, ոնց մենք հայտնաբերել ենք թե սկսած 1970 թվականից, որքանով համաշխարհային բնակչության թվականակը եւ դրա ազդեցությունը բնակչության շնչի վրա առնչություն ունի կենսաբազմազանության ռեսուրսների սպառման եւ շրջակա միջավայրի աղտոտման 8 ցուցանիշների հետ։ Չնայած այն բանին, որ նման միտումները չեն սկսվել 1970-ականին, սակայն դրանք այդ ժամանականից վեր զգալիորեն աճել են։ Հետազոտողները եզրակացրել են, որ ցուցանիշները բարելավելու համար մոլորակի բնակչության թիվը մինչև 2200 թվականը պետք է կրճատվի հասնելով մինչև 4 միլիարդի կամ ավելի պակաս։ Իսկ այսօր մոլորակի բնակչությունը կազմում է 8.3 միլիարդ։ Հիմա շատ տարօրինակ, ասենք, ոնց այդ կեսը կրճատել ինչ վերցնեն սպանեն ժողովուրդը։ Ես չեմ հասկանում։ Պայմաններ ստեղծեն, որ մարդիկ չբազմանան, այդ գեյերին սպորտ անեն, ընտանիքներ կազմեն, հիվանդությունները առանձնապես այդ COVID-ը մեծացնեն, բայց նպատակը է դա, ոյ մարդկությունը, այն օրը այդ կռիվն էինք անում, էլի, վայ ազատությունը բան, էլի, ես այդ փոքրամասնությունների հետ որևէ մարդ ազատա ինչ ուզում են թողանեն, հարցը դա չի, բայց դες պետությունները պաշտպանում են ազատությունները, բայց բազմակնությունը ոչ ոք չի ասի, որ դա էլ է 2 հասուն մարդ, որոշել է այդ տղամարդը 8 հատ կին առնի։ Բայց ինչ եք դատում այդ տղամարդուն։ Չեք ամուսնացնում, բան չեք անում, որովհետև ամեն մեկից մի 5 հատ երեխա կարող ունենա, այդ դրա կոնտրոլը ով է անելու։ Բայց միասեռականությունը, գնացեք ինչ ուզում եք արեք։ Այս ստեղա թաքնված էս ամբողջ գաղտնիքը ոնց Դերենիկ ես հավատում եմ ինչքան շատ լինի միասեռական այնքան բնակչությունը կպակասի աշխարհի բավոնց Չէ, բայց լուրջ եմ ասում, ինչ, եթե ընտանիքներ աստեղծեն, որտեղ երեխեք չկան, ի՞նչն է այդ։ Մի րոպե, Չինաստանը մինչև վերջերս օրենք ուներ, չէ՞ որ մի երեխայից ավել չէր կարող ունենալ։ Դեռ իրար էին ուտում արդեն, հա։ Պետական օրենք էր, հա, որտեղ այլ բաներ հասել, բայց դրա մեջ էլ դաժան բան կա։ Պետությունը ոնց կարող է որոշի, ես թե քանի զավակ եմ ունենալու, էլ մի քիչ բան անմարդկային բան կա։ Անեցին հետո, հա։ Լավա 1.5 չեն ասել, թե չէ Ստեղ այո, մեր ռադիոլսողները մեկնաբանությունների մեջ կարդում եմ, ասում են, ինչ հայլի COVID են բերելու մեր գլխին, այնքան Աստված մի արած, չէ։ Հա, տխուր օրեր էին, եկեք խոստովանենք, շատ տխուր օրեր էին։ Ճնշող մի բան կար այ մարդ։ Ես այստեղ մի հատ հարևան ունեմ, ամեն անգամ որ բանը 3 օր մութ ընկնում էր, այդ զանգը խփում էր իր, էլի մի օր էլ անցավ բանից այդ COVID-ը, այնքան հետարքիր էր։ Բայց տեսակ ուրիշ կուլտուրա էլ դա բերեց։ Օրինակ, մենք ընկերներով չէինք կարողանում հավաքվել, սկսեցինք Zoom-ով իրար հետ քեֆ անել, ամեն մարդ իր ատումը, իր խմիչքը, իր ուտելիքը։ Zoom-ը միլիարդավոր դոլարների կամփանի դարավ այդ դրա օրոք, հա։ Zoom-ը պայթացրեց այդ ժամանակը։ Մեկ էլ այդ դեմքերը դիմակավորին վրա դա էր շատ ազդում, ուր մտնում ես դիմակավոր են բոլորը, մի տեսակ դեմքները ոնց որ կորցրել էին մարդիկ, էլի դաժան պահեր։ Այդ օրերը երբ որ շաթդաուն արեցին Լոս Անջելեսը, ուրեմն ես գնացել էի Ֆլորիդա, Մայամի գործեր ունեի,
քաղաքը նորմալ, ակտիվ, բան քաղաք էր, թրա գնացի գործերով մի շաբաթ պիտի մնայի, այնտեղ այդ չկար այդ փակ վիճակը չէր։ Հետ եմ գալիս, դու միաս այդ կարանտինի ժամն այն, որ 10-ից հետո մարդ չպիտի լիներ բանը։ Բրբանկի аэроպորտ եմ իջնում եմ մտե, համար այն որ կինոներ կան, որ մարդ չկա, փողոցում մեքենա չկա։ Ահա որ բանը, հա, մեքենացի թողել է C parking lot-ում, այն Buena Vista-ի արանքով հա, քայլեցի, մարդ չկա, բան չկա։ Գալիս եմ եկե փոլիսը, լույսերը վառեց, հենց դուրս եկա Hollywood Way-ը մտա, կանգնացրեց, ասում եմ, ինչ բան, ասում եմ, տուն եմ գնում, ասում եմ, չգիտեք, որ չի կարելի դուրս գալ, բայց ասում եմ, օդանավական boarding pass բան ունեի, ասեց լավ, օքեյ, գնա, սուրռեալ մի հատ վիճակ էր։ Այդ սպիրիտը ոնց bankruptcy եղավ էլի, այդ սպիրիտը, ես մինչև հիմա ԱՓ ունեմ, սրտից ծարունակատու, 2 տարի իմ ավտոբուսն էլ ես գործի էի գնում այդ սպիրիտով, կարելի ասել, այդ bankruptcy եղավ, ով եկավ լրացնելու այդ ավիակամպանիայի տեղը, բանը, ինչա, Frontier, ես Henderson, եթե կա լսող բան, մեծ ռադիո լսողներ կան, Henderson քաղաքում լսող, ես ուրբաթ օրը երեկոյան մոտ 2 տարի եթերից հետո թռնում էի Henderson հայկական դպրոցում շաբաթօրյա դաս էի տալիս օդանավով, հաջորդ օրը հետ էի գալի, բան ունեի, փաս ունեի Spirit-ի։ Մշտական։ Հա, $300, ինչ է տարին թռնում է, տալիս էիր ու բան կարայիր թռնեիր։ Անցավ է հա։ Այսքանը։ Այո, հանդիպենք վաղը արդեն 5 շաբթի ենք, հա, բրավո։ Լավ թռնելով գնացինք այս շաբաթ, այո։ Կատինց բան։ Լավ որ ձեզ միշտ վաղը։ Դե ցտեսություն, դերենիկին ասենք ցտեսություն վաղը հանդիպելու ակնկալիքով, հարգելի բարեկամներ, այո։ Ինչ ասեմ, լրահոսը ներկայացրեցինք իր ողջ ներկապնակով, այնպես ինչպես կա, լավ է, վատ է, այդ է, մեր իրականությունն է, ազգային ժողովից առանձնապես որ հետևելով այդ զարգացումներին, այդ դեմքերին ու դեպքերին, իրոք չեմ կարող պատկերացնել, որ սա դեռ օր 3-ն է, որ սա 5 տարի շարունակվելու է, մարդիկ, այն կյանք չտեսած դեպուտատները, այն կյանք չտեսած բացարձակոշիվան դեպուտատ դեմքով սենց նստած մարդիկ, այն որ կարևոր ինչ-որ մի հանգրվանի են հասել, նայում եմ, ասում աստվածի, ինչ կապ ունեն, ինչ կապ ունեն այդ մարդիկ, պետություն, պետականություն, իրանք պիտի որոշեն իմ կյանքը, իմ ընտանիքի կյանքը, իմ ծնողների կյանքը, ձեր կյանքը, մեր կյանքը, հա, այդ մարդիկ պիտի որոշեն, հա։ Աստված եմ, ես ինչքան անգույն ու մռայլ է այս մահվան հովիտը, որը կոչվում է ազգային ժողով։ Մտածում եմ այսօր այդ ուղղությամբ, տեսնեմ, գուցե առավոտյան ինչ-որ մի հոդված ծնվի, որը կուղղեմ դեպուտատներին եւ տեսնենք ում կհասնի ով կարձագանքի, որովհետեւ մեր Facebook-յան հարթակները հետևում են շատ Բարշարչյան Պաշտոնյաններ, իհարկե խոսքս բոլորին չի վերաբերում, այնտեղ իրոք կան սրտացավ մարդիկ, այսօր Անդրանիկ Քոչարյաններ ազգային ժողովի ամբիոնից ելույթներ ունենում, շատ հետաքրքիր բովանդակությամբ։ Պարոն Եղոյանի ելույթը այսօր լսեցի, բավականին հետաքրքիր էր, ընդհանրապես այս պատմական ակնարկի, պատմական հայրենիքի եւ մեր ընկալումների վրա, թե մենք ինչքան մոլորված ենք, թե մենք ինչքան պոռոտախոս ենք, մենք ասելով դիտավորյալը մենք բառը ասում, որ ոչ մեկին չառանձնացնեն, ոչ ասեն, վայ իշխանություն, վայ ընդդիմություն, բայց դուք ինքներդ լսեք, հələ մի հատ լսեք ինչերից են խոսում, ինչ են ասում, դեմագոգիկ, աստվածին վերջացրեք, ամոթ է։ Այսքանը այս պայի համար շնորհակալ եմ մեր հրաշք գործընկերներին, որ մեր կողքին են անկախ ազգային ժողովի պոռոտախոսությունից, մեզ հետ են եւ միասին ենք անցնում այս ճանապարհը 8 տարի շարունակ, ընկերներ, 8 տարի, ամեն օր մենք եթերում ենք եղել, լավ է եղել, վատ է եղել, ուրախ ենք եղել, թե տխուր պետությանը, պետականության մասին ենք խոսել, մեկնաբանել ենք, իհարկե, ոմանք համաձայն են մեզ հետ, ոմանք չէ, բայց ինչ էլ խոսել ենք ու խոսում ենք ու պիտի խոսենք, միայն մի նպատակ ունի, մաքսիմալ մեր պետության կողքին կանգնել, լինել պետականամետ, իշխանամետի հետ չխառնենք, լինել պետականամետ։ Այս մոլորության հանդեսում, այս
մեդիա հարթակները, որը պատկանում են օլիգարխներին, լինի մի փոքրիկ մի անկյուն, որը ոչ մեկին չի պատկանում, պատկանումա ձեզ։ Մենք ոչ օլիգարխի ենք պատկանում, ոչ օլիգարխիայի փողերով ենք սնվում, ունենք գործընկեր, ասում են, կան մարդիկ, ովքեր կցանկանան միանալ մեզ, մեր գործընկերների թիվը մի քիչ ավելանա, որովհետև Լոս Անջելեսում ամեն ինչը թանկացել է, ռադիո պահելը, ամսավճարները մնացած։ Կան մարդիկ, ովքեր կցանկանան միանալ մեզ, իրենց բիզնեսը գովազդեք։ Մենք կլինենք խոնար, երախտապարտ եւ շնորհակալ, բայց մենք չենք ծախվի ոչ մի օլիգարխիկ համակարգի թեպետ։ Գիտեք ինչ առաջարկներ ա լինում, ինչեր են գրում ինձ, ինչ մարդիկ են գրում, ժողովներ ու հանդիպումներ, բարեկամներ։ Մենք չենք պատկանում, բացարձակ, չեմ ուզում ասեմ, вообще չենք պատկանում որևէ մեկին, մենք պատկանում ենք ձեզ եւ մեր գործընկերների շնորհիվ, լավ է, վատ է, ոնց կարում ենք, աշխատում ենք, գնում ենք առաջ։ Շնորհակալություն մեր գլխավոր գործընկերոջը Sevan Meat Market, Sevan Meat and Fish Market, մեր վստահելի գործընկերը տարիներ շարունակ մեր կողքին, իմ կողքին անձամբ, որ գործընկերը ասում եմ, իմ կողքին են այդ մարդիկ։ Ես եմ ճանաչում այդ մարդկանց հետ աշխատում եմ եւ այդ մարդիկ մեր աշխատանքը գնահատելով են տարիներ շարունակ մեր կողքին, բարեգործություն չի, էլի սա մենակ։ Այս մարդիկ հասկանում են ուր ենք տանում, ինչ ենք անում, ինչ ենք խոսում այս կան։ Դրա համար դուք էլ ամեն անգամ երբ որ գնում եք Sevan Meat Market, եթե առիթ է լինում սեփականատերերին եք տեսնում կամ մենեջմենտին եք տեսնում, բան ասեք, որ լսում եք հաղորդումը եւ դուք էլ ձեր հերթին նաեւ շնորհակալ եք, որ այսքան տարի այդ մարդիկ մեր կողքին են։ Շնորհակալություն Sevan Meat Market, Sevan Meat and Fish Market, որ մեր կողքին եք։ Տարիներ շարունակ մեր կողքին է նաեւ Level ռեստորան եւ lounge-ը Glendale-ում։ Շնորհակալություն ղեկավարությանը, վստահության համար եւ երկար տարիների գործընկերության համար։ Դուք էլ հարգելի բարեկամներ այցելեք Level ռեստորան եւ lounge, Glendale քաղաքում է գործում եւ վայելեք ձեր լավ ժամանցը։ Հատուկ շնորհակալություն էլի երկար ժամանակ մեր կողքին Vivaldi Catering ծառայությունը, Vivaldi Catering-ի ղեկավարությանը, որ մշտապես կապի մեջ է, տարբեր հարցերով աջակցում է, մեր երկու նախագծերում էլ հովանավոր է, որ հատուկ մեր ռադիոլսողների համար էլի գնահատելով մեր աշխատանքը այս ամռան օրերին հատուկ առաջարկ է անում, եթե Vivaldi Catering-ի ցանկացած սեթ պատվիրեք, ապա մրգային ափսեները, fruit plate-ները ստանում եք անվճար, նշելով R-Music ռադիոյի անունը։ Շնորհակալ ենք հաճելի անակնկալի համար 707-771-7771։ Շնորհակալ ենք Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակին էլի տարիներ շարունակ մեր կողքին, մեր ռադիոյի կողքին, դուք էլ եթե մեքենա ունեք լիսարած, ջուր խնդիրներ է տալիս մեքենան ձեր իրավունքներն են ոտնահարված, վստահեք Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակի հմուտ թիմին 818-319-3194 եւ մնացած հարցերը արդեն վստահեք նրանց։ Հատուկ շնորհակալություն, այստեղ արդեն էլի իմ լավ ավակ ընկերը Արգաժան Կարենը LA Smart Blinds-ի որ ամեն հարցում իմ կողքին է, մեր կողքին է, մեր ռադիոյի կողքին է, ոչ միայն լավ գործընկեր է, լավ ավակ ընկեր է, լավ ռադիոլսող է, հաճախ միանում է, հաճախ գրում է մեզ նաև եթերի ժամանակ։ Դուք էլ բարեկամներ վստահ եք LA Smart Blinds-ին 1808 Victory Boulevard հասցեում շոուրումն է գործում, կարող եք այցելել, ծանոթանալ ամբողջական տեսականուն, ամենահարմար շուկայում ամենահարմար գները ստանալ LA Smart Blinds-ի Պարկոլապատյո լինի, վարակույրներ լինի, շերտավարակույրներ լինի, vertical blinds լինի, հավատացեք, որ ամենաարագ եւ որակյալ սպասարկումը հենց LA Smart Blinds-ն է առաջարկում 818-281-8136 LA Smart Blinds ոլորտի առաջատարը։ Ուրախությամբ հայտնում եմ, որ էլի լավ ընկերությունից ենք խոսում, մեր լավ ընկերը Ժաննա Գրիգորյանը վերադառնում է կրկին մեր գործընկերություն, էլի տևական ժամանակ աշխատել ենք, համագործակցել ենք եւ հիմա ձեզ էլ բարեկամներ հորդորում ենք։ Ժաննա Գրիգորյանը տրամադրում է հուսալի աջակցություն իրավական հարցերում եւ ոչ միայն։ Grigorian's Firm-ը տարիներ շարունակ օգնում է հարյուրավոր մարդկանց լուծել Միացյալ Նահանգներում իրենց կարևոր իրավական եւ սոցիալական հարցերը, լինի դա ԱՄՆ քաղաքացիությունը, քննության պատրաստվելը կամ քննությամբ ստանալ կամ առանց քննության, հիվանդությունների, տարիքային թոշակների ձևակերպում, խնամակալության հարցեր, Medicare, Medical եւ մի շարք այլ հարցերով կարող եք վստահել Ժաննա Գրիգորյանին, Grigorian's Firm, անվճար խորհրդատվության համար զանգահարեք 818-287-1369 Եվ մոտենում է ավարտին մեր համագործակցությունը փաստաբան Լեոնիդ Մուշեղյանի հետ, ով էլի մեր կողքին էր եւ ուշադրություն է հրավիրում քարե խոհանոցային սեղանների countertop ոլորտում աշխատողների, եթե դուք կտրում եք, մշակում եք, փայլեցնում եք այդ խոհանոցային քարերը, հնարավոր է շնչում եք թունավոր փոշին, որը բացասաբար կարող է անդրադառնալ ձեր առողջության վրա, դուք իրավասու եք անվճար առողջական ստուգման եւ ֆինանսական փոխհատուցման, զանգահարեք փաստաբան Լեոնիդ Մուշեղյանին 424 277
052 0000 անվճար եւ գաղտնի խորհրդատվությունը երաշխավորված է։ Եվ վերջում գեղեցիկը գնահատող մարդկանց համար Shadow Hills-ում ֆանտաստիկ առանձնատուն կա, Shadowland է կոչվում, եթե դուք միջոցառում ունեք, ծնունդ է, կնունք է, հարսանիք է, baby shower է, նշանադրությունը եւ ցանկանում եք գեղեցիկ միջավայրում այդ ամենը անցկացնեք, հյուրընկալ միջավայրում համեն նկարահանումների համար հարմար լինի, Shadow Hills-ում գործող Shadowland առանձնատունը ձեր տրամադրության տակ է, եթե նշեք մեր ռադիոյի անունը կստանաք $400 զեղչ, կատակ բան չէ, զանգահարեք 818 653 1884, Instagram-յան էջը եւս ակտիվ է @Shadowland_Rental, շնորհակալություն մեր գեղեցիկ եւ լավ բոլոր գործընկերներին, իսկ այս պահին ասում եմ ձեզ այսքանը, մնացեք Our Music Radio-ի հետ, մենք կհանդիպենք հաջորդ թողարկմանը։